Մայիսի 5-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը աջակցել է Մեգոբարի ակտին։ Մեգոբարի ակտը նախատեսում է վրացական երազանքի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում եւ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամբողջական վերանայում, ներառյալ օգնության ծրագրերը։ Մայիսի 5-ին կայացած քվեարկության ժամանակ օրինագծին կողմ քվեարկեցին 349 կոնգրեսական, իսկ դեմ 42-ը։ Աջակիցների թվում են 168 հանրապետական կոնգրեսականներ եւ 181 դեմոկրատներ։ Օրինագիծը վերջնականապես ընդունվելու համար անհրաժեշտ է ինչպես Սենատի, այնպես էլ Ներկայացուցիչների պալատի աջակցությունը։ Օրինագիծը պետք է անցնի նույն ընթացակարգը Կոնգրեսի երկու պալատներում նախքան նախագահի ստորագրությանը ներկայացվելը։ Եթե Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը ընդունեն Մեգոբարի ակտի նույնական տարբերակները, այն կուղարկվի նախագահի ստորագրմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը 10 օր կունենա օրինագիծը ստորագրելու կամ դրա վրա վետո դնելու համար։ Նշենք, որ Մեգոբարի ակտը սկզբնապես Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից 2024 թվականի մայիսին, այն ժամանակ, երբ վրացական երազանքը ընդունում էր ռուսական օրենքը։ Այն վերստին ներկայացվել է 2025 թվականի հունվարին։ Օրինագիծը Սենատ է ներկայացվել հանրապետական Ջիմ Ռիշի եւ դեմոկրատ Ջին Շահինի կողմից։